Հայաստանի օրենսդրությամբ ցեղասպանության հետ կապված կա օրենք, իհարկե ուրացման մասին չի խոսքը, այլ քրեականացման այսպես մասին է խոսքը, բայց գիտեք հիմա օրինակ ինձ որպես մասնագետի հետաքրքիր է ուրացման բանաձևը տրված է, մի անգամ ասեմ, որ չեմ կարդացել օրենքը, բայց ուզում եմ ենթադրենք, ես այդ հարցերով գրում եմ հոդված, ուզում եմ աշխարհին համոզեմ ինչ-որ բանում, և դա բերում եմ, ուրացման, ինչ է ուրացումը, ինչն ենք մենք համարում ուրացում, դրա սահմանումը կա, այսինքն մենք Հայաստանում հիմա հասել ենք այն մակարդակի, որ մենք մեզ ենք համոզում, որ չուրանանք, կարծիքով այդպիսի հայ չկա, որ այդ փաստը կասկածի տակ դնի։ Այդ մասով ես լրիվ համաձայն եմ քո հետ, Նելի։ Շվեյցարիան արեց, Ֆրանսիան արեց, հասկացանք դա ինչ է։ Հայաստանի ներսում ես ուզում եմ հենց այդ սահմանը տեսնել, էլի, դա ներքաղաքական օրակարգով է պայմանավորված, թե այնուամենայնիվ ունի արտաքին բաղադրիչ։ Ներքաղաքական խնդիր կա, դա այսինքն մենք, եթե, տեսեք մենք նոր խոսում ենք առաջնահերթության մասին, չէ, 99-ի հետ կապված, եթե այդ ժամանակ մենք այդ խնդիրը ոնց որ թույլ տվեցինք, որ սակարկման առարկա դառնա մեր ու Թուրքիայի միջև, որը չպետք է դառնար, հիմա մենք մեր խնդիրը այնքան ավելի ենք իջացնում, որ մենք ներքին դիսկուրսում դարձնում ենք դա սակարկման առարկա։